Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Գրիգորյան, ուղղակի խնդիրը հետևյալն է, եւ սա չեմ ասում անձնային մակարդակում, այլ ավելի ընդհանրական մակարդակում եմ ասում, որ երբ որ մենք մի բանի մասին խոսում ենք, պետք է վստահ լինենք, որ գիտենք ինչի մասին ենք խոսում։ Տեսեք դուք այն ինչ որ տեսեք ինչ ասցիք նոյեմբերից հետո իմ հրամանով ինչ որ մի փաստաթղթով, որը չի հրապարակվել, չնայած հրապարակվել է ինտերնետում եւ ես շատ լավ։ Ինչա տեղի ունեցել, զորքերը կանգնել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանի վրա։ Դուք ասացիք, որ անվտանգային խնդիրներ են առաջացրել, լրջագույն խնդիրների առաջ են կանգնել։ Այդ են եզակի հատվածներից է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից էսկոմ հրադադարի ռեժիմի խախտման մի հատ դեպք չի եղել, մի հատ դեպք է եղել, այս վերջին հայտնի դեպքը, որտեղ էլի շատ բան իրավիճակ էր։ Մեծ հաշվով ոչ մի հրադադարի ռեժիմի խախտման դեպք չի եղել։ Այդ որոշման արդյունքում այսօր Երևան կապան օդանավը թռնում է եւ վերադառնում է։ Այսինքն ես ինչի համար եմ այս օրինակը բերում, ասելու համար թե ինչ նկատի ունեմ, ասելով եւ որ մի բանի մասին խոսում ենք, պետք է համոզված լինենք կամ առնվազն հոգ տանենք համոզվելու, որ հասկանում ենք թե ինչի մասին ենք խոսում, որովհետեւ ձեր ասած գործողությունները չանելն է, որ բերելու էր անվտանգային մի այնպիսի հետևանքների, որի մասին խոսելու առիթները չգիտեմ որտեղ են լինելու։ Այդ որոշումները, որ կայացվել են ճիշտ, կայացվել են հիմնավոր եւ կայացվել են ապահովելու համար անվտանգությունը եւ ծառայել են իրենց նպատակին, այս է ամենակարևորը, ծառայել են իրենց նպատակին։ Այդ հատվածում, որտեղ դուք ասում եք, հրադադարի ռեժիմի խախտման մի դեպք չի եղել 2020 թվականի այդ ձեր ասած որոշումը կայացնելուց հետո։ Ինչ? Հա։ Դե դա գիտեք, հիմա ես բան չեմ անելու, էլի կներեք, էդ էլ հասարակագիտության 7-րդ դասարանի դասագրքի դասա, այդ դասը ես չեմ կարծում, թե պետք է հիմա բան անեմ, տամ այդ դասը։ Հայաստանի Հանրապետության վարչապետը ունի լիազորություններ, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը որոշում եւ իրականացնում է կառավարությունը, այդ ստորագրած թուղթը ստուգման ընթացակարգեր ունի, սահմանադրական դատարան, ազգային ժողով, էլ չեմ ասում, որ դրանից դուրս Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է եւ ժողովրդի իր կամքը ցույց դնելու եւ իր կամքը քաղաքական իրողություն դարձնելու հնարավորություն ունի։ Այդ բանի տեսական օթից վերցրած, տենց ինչ որ պաթոսով, բան ինչ, իսկ թվում է նիստից առաջ դոպինգ եք խմում, ինչ եք անում, որ գաք ստեղ տենց ինչ որ ցնցվելով, բանանելով, տենց ինչ որ բանի պաթոսի այդ օվերդոզից, այսինքն ինչ։ Ձեզ թվում է թե այդ պաթոսից ձեր ասացի, այսինքն մերկությունը թաքցնելու եք։ Եթե թվում է, սխալ է թվում։